Բարև ձեզ, իմ զրուցակիցը հաղորդավար Եգոր Կլումովն է։ Բարև ձեզ, Գոր։ Բարև ձեզ։ Այսօրվա Հայաստանում ինչն է ձեզ ամենաշատը ուրախացնում եւ անհանգստացնում։ Անհանգստացնում այն ամենը, ինչ բոլորիս է անհանգստացնում, այն որ իրար չենք սիրում, այն որ իրար այդ լեզու չենք կարողանում գտնել, այն որ իրար հայհոյում ենք, այն որ անդադ միանալու տեղը կիսվում ենք, գզվրտվում ենք։ Ինչը ուրախացնում է, որ օրինակ քաղաքապետի, մեր քաղաքապետի, որ ես բավականին շատ քննադատում եմ, տեղակալը Սուրեն Գրիգորյանը ուղիղ կապ է ինձ հետ հաստատում եւ իր կյանքի եւ իր օգնականի կյանքի 28 րոպեն նվիրում է ինձ, որ ես կարողանամ ստանալ անվճար տրանսպորտի երթևեկելու իրավունք, քանի որ ես ունեմ 4 բալիկ։ Ինչն է ինձ տխրեցնում 9-1-ը Պորտուգալիա Հայաստան տխրեցնում է։ Ինչն է ուրախացնում։ Ուրախացրեց այս վերջերս ունեցանք ջյուդոյի Եվրոպայի չեմպիոն U23-ում։ Կամաց ինչ-որ բաներ ուրախացնում են, ինչ-որ բաներ տխրեցնում են։ Իհարկե, տխրեցնող բաները ավելի գլոբալ են, բայց դա նորմալ է, ստերեոտիպ մենք, երբ որ մենք վատ բաների մասին ենք խոսում, չենք կարող լինել այդքան սուբյեկտիվ, ինչքան լավ բաների մասին խոսելիս։ Ցավոք սրտի մարդը այդպեսին է, կամ ի ուրախությունն ես, այդպեսին է։ 4 երեխաների հայր եք եւ նշում եք, որ տղաների դաստիարակության հարցում չպետք է հայրերը ասեն եւ քեզ նեղացնում են քարը վերցրու տուր գլխին։ Այդ դուք ի սկզբանե հանդուրժողականության մասին խոսեցիք։ Նման դեպքերում ինչ ասել։ Երբ նեղացնում են, դուք օրինակ ինչ եք ասում նման դեպքերում։ Ես աշխատում եմ, նախ աշխատել եմ, որ իմ տղաները մանկուց սպորտով զբաղվել, որ ինձ բավականին դժվար է նեղացնել, այսինքն երբ որ դու տեսնում ես, որ դիմացինդ քեզանց ֆիզիկապես ավելի ուժեղ է, ավելի ճկուն է, քեզանց ավելի խելացի է, 100 անգամ ավելի երկար ես մտածում նեղացնելուց առաջ։ Նեղացնում են սովորաբար ով որ ձեզ չի կարող պատասխան տալ, ով որ թույլ է ձեզանից, այդպիսին են մարդիկ։ Նեղացնում են այնպիսի մարդկանց, որոնք որ չեն կարող պատասխան տալ։ Իսկ եթե դիմացինը ֆիզիկապես ամուր է, խելացի է, նորից եմ կրկնում, սլացիկ մարմին ունի, նրան ավելի քիչ նեղացնողներ կան։ Դրա համար մանկուց աշխատել եմ, որ տղաները սպորտ սիրել, զբաղվում են սպորտով։ Երկրորդն էլ իհարկե խոսել եւ խոսել։ Ես ինքս եմ շատ կռվել փոքր ժամանակ, այնպես չէ որ ես ծնվել եմ այն գաղափարներով, որոնք որ հիմա կան։ Կյանքի տարիները եւ իմաստությունն է բերել դրան, որ ես ասում եմ այդպիսի բան։ Աշխատեք, կռիվ չանեք։ Ցավոք սրտի մեր հասարակությունը այս վերջերս շատ է կռիվանում կամ մենք շատ ավելի ինֆորմացված ենք։ Ներողություն եմ խնդրում բղինձամ մոլիբդենիկ հայրենի համար։ Դրա համար ամեն անգամ ցավում եմ, երբ որ լսում եմ, որ 14-15 տարեկան տղաները դանակահարել են իրար, չգիտեմ, սպանել են իրար գցել են ստեղից ընդեղից։ Դա ամենացավալի փաստերից մեկն է մեր դառը իրականության։ Այդ ագրեսիան ինչ բացատրություն ունի ձեր տպավորությամբ։ Մարդիկ չեն ընկալում դիմացինին։ Ագրեսիան գալիս է նրանից, որ մենք չենք կարող իրար հետ խոսել։ Պարզապես չենք կարող։ Միանգամից մարդիկ սկսում են վրդովել, զայրանալ, չենք սիրում իրար, չենք հարգում դիմացինին։ Ներողություն չենք խնդրում, եթե սխալ ենք։ Չէ՞ որ գնում ենք Եվրոպա, բոլորս դառնում ենք եվրոպացի, սկսում ենք ժպտալ իրար տեսնելիս։ Այստեղ մարդիկ իրար մեքենա քշելուց ատում են բոլորը։ Երթևեկության մեջ շատ խիտ է երևում մեր հասարակության արատները։ Մինչև հիմա մեր հասարակության մեջ կան այդպիսի բաներ, չէ, եթե օրինակ երիտասարդ տղան հավանել է ինչ-որ մի աղջկա, պետք է անպայման գնա այդ աղջկա եղբայրներին տեսնի, բակի տղաներին տեսնի, չգիտեմ ում տեսնի, չգիտես ինչի համար։ Այսինքն յուրաքանչյուր տղա, օրինակ, ըստ երևույթի մտածում է, որ այդ աղջկա մասին ինֆորմացիա պետք է հավաքի։ Ինչ որ ինֆորմացիա, բայց միակ ինֆորմացիան, որ երևի թե սիրառված մարդուն պետք է այդ պահին իմանալ, այդ աղջկա սիրտը ազատ է, թե ազատ չէ, ընդամենը։ Դա կարելի է շատ արագ եւ հեշտ իմանալ։ Եթե ազատ չէ, ուրեմն ցավոք սրտի սպասեք, օրինակ, կամ չգիտեմ, ձեզ մոտ չի ստացվի, եթե նա ամուսնացած է կամ նշանված է եւ երջանիկ է։ Եթե ոչ, մնացած բոլոր դեպքերում ինչի համար եք դուք գնում իր մասին ինչ որ բաներ ուզում, այսինքն դուք նախորոք իրեն չեք հավատում, նախորոք իր մասին վատ բաներ եք մտածում, նախորոք ուզում եք ինչ որ ձեր
փչացած ուղեղներում ես չգիտեմ ինչերա մտքներով անցնում իմ համար անհասկանալ են այդպես բաներ Հավանաբար տանն էլ իրենց չեն ասում են ինչ որ դուք ասացի քիչ առաջ որ պետք չի ասել որ քարը վերցրու տուր դիմացինի գլխին հավանաբար շատ ծնողներ այդպես են ասում որ այսպես է ստացվում արդյունքում Երեխաների դաստիարակությունը առաջին հերթին նշանակում է ծնողների դաստիարակությունը եւ եթե մենք ունենք այդպիսի խնդիր պետք է հասարակություն հասկանա որ մենք պետք է մի քիչ իրար ավելի շատ սկսենք սիրել հերթեր կանգնել չգիտենք հասարակ པարզ բաներ էլի տենց որ բայց նորից եմ ասում ոչ թե չգիտենք այլ չենք սիրում որտեվ երբ որ գնում ենք Փարիզ Մադրիդ Նյու Յորք կանգնում ենք չէ խելոք կանգնում ենք հերթում ժպտում ենք դիմացինին ասում ենք sorry Իսպանիայում ասում ենք gracias երբ որ ինձ ինչ-որ հաճելի բան են անում կարողանում ենք լեզուներս պտտվում է ուղեղներս աշխատում է որ այդպես ավելի հարմար է բայց Երևանում Աբարանում Արցախում ժամանակին չենք անում այդպես Ինչպես է հնարավոր փոխել իրավիճակը Ամեն մարդ իրենից պետք է սկսի ոչ թե ես պետք է դրա մասին խոսեմ յուրաքանչյուր մարդ մի պահ պետք է ինքը իր արարքներին գնահատական տա կանգնի փորձի ասել ես ինչու եմ ես տղամարդուն կոպտում կամ ես կնոջին չեմ կոպտում չէ որ կարողանա ունի որդիներ որոնք որ շատ վատ իրենց կզգան դրա համար օրինակ Եվ այլն մենք իրար շատ դեպքերում ինչպես ենք չէ դիմում ապեր եղբայր քուրիկ մորքուր հորքուր եկեք մարդկանց տենց է վերաբերվենք ոնց որ դու քո հարազատին կվերաբերես ինձ թվում է որ մեր շատ խնդիրները հենց այնպեսին են որ մենք շատ ձևական բաների հետևից ենք ընկած եւ ավելի շատ խաչակնքվում ենք քան հավատում ենք Աստծուն օրինակ հասկանում եք ավելի շատ ասում ենք մորքուր քան մեր մորքուրներին սիրում եւ հարգում ենք Ով է ուժեղ մարդը ձեր պատկերացմամբ Երևի այս ամեն ինչը ածանցվում է նաև ուժեղ մարդու մասին մեր թյուր պատկերացումներից, որովհետև այն ծնողը, որ իր երեխային ասում է քեզ նեղացնեն քարը կտաս գլխին, երևի համարում է, որ դրանով իր տղան ուժեղ է դառնում։ Ուժեղ մարդը բարի մարդ է, ուժեղ մարդը բանիմաց մարդն է, ուժեղ մարդը գիտելիքներով զինված մարդն է, ուժեղ մարդը այն մարդն է, որը որ օգնում է, հասնում է, օրենքներ չի խախտում չի խափում։ Մենք բոլորս նույն բաներն ենք ասում, ուղղակի մարդկա փորձում աշխատում այդ կանոններով ապրի, այդ օրենքներով գրված եւ չգրված իսկ մարդկա անտեսում է, ասում է դե լավ դե իմ համար չէ դե ով են իրենք, հետո վա գալը որ ես դիլնի։ Իմ մեքենան մեծ է, ես պիտի անցնեմ։ Կամ ես պիտի կանգնեմ, մեքենան մեծ է, կամ դու ես ոչ թե կանգնես, ես կանգնած եմ եղել։ Երեք օրինակ ես եմ կանգնել, այն չունենք։ Այսօր ես եմ կանգնել։ Իսկ ձեր պատկերացմամբ ով է խելացի մարդը։ Ես գիտեմ, որ դուք շատ կարդում եք, ընդհանրապես կարդացած մարդկանց մասին կարծրատիպային մոտեցումներ կա, դե հնուց այդպես է եկել, որ շատ ծանր մարդիկ են, երիտասարդություն, թեթևություն քիչ ես փնտրում այդտեղ, բայց օրինակ ես ձեզ ինչքան էկրաններից ճանաչում եմ, ինձ թվում է դուք միշտ նույն տարիքում եք։ Այդպիսի տպավորություն կա արտաքին։ Դա միֆ է կամ կարծրատիպ է իսկապես։ Հարցը ինչպես ասեք, ինչպես խելացի մարդ։ Ով է խելացի մարդը այսօր ձեր պատկերացնում մարդն է, որը որ իր խելքը օգտագործում է գոնե 7%-ով, լավ չեմ ասում, 10։ Ի տարբերություն շատերի, որոնք որ 2%-ն են իրենց ուղեղի օգտագործում։ Գլուխը միայն ուտելու համար չի։ Ժորժ ջան, ինչքան շատ բան փորձեք իմանալ, դուք իմանալ, ոչ թե ChatGPT-ին հարցնեք, մի ականջից մտնի, մյուսից դուրս գա, այլ դուք ձեր համար հետաքրքիր է, չէ՞, շատ բան իմանալ։ Ինչքան շատ բան ես իմանում, այդքան էլ ավելի շատ բան ես ուզում իմանալ։ Չգիտեմ, տարբեր բաներից, պատմությունից, սունկերից, սունկեր հետաքրքիր թեմա է օրինակ, կարող ենք անverջ զրուցել, ես վերջերս հետաքրքրել եմ սունկերով։ Ժամանակ կար, երբ որ, չգիտեմ, թիթեռներով է հետաքրքրում, մրջուններով, մեղուներով, էլի հետաքրքիր է։ Տարբեր, ինչ թեմա ուզում եք կարող ենք զրուցել, խոսել, որտեվ ինձ հետաքրքիր է եւ ես օրինակ եթե մենք այդ թեմայի հետ մասին ձերը զրուցենք, ինչ որ բանի ես չիմանամ, բայց ուղեղիս մեջ կմնա եւ կգնամ տուն կամ ժամանակ երբ որ կունենամ, կսկսեմ ինչ որ բաներ փնտրել, կարդալ, ուսումնասիրել։ Խելացի մարդը ապրում է հետաքրքիր կյանքով, դա է ամենակարևորը։ Ոչ թե նա այդ գիտելիքները ինչ որ ես ինչի համար կուտակում է, որ դա բաժանի փողով կամ անվճար, ոչ, ուղղակի նա ավելի հետաքրքիր է ապրում, քան այն մարդը, որը որ խելացի չէ, որովհետև նա տեսնում է շենք, հիշում է պատմություն, տեսնում է սար, հիշում է ինչ որ մի դրվագ կամ, չգիտեմ, առասպելական դեպք, որը որ այս սարի շուրջը տեղի ունեցել, լսում է մարդու անուն, հիշում է որ այս մարդու անունը կրում են SSS մարդիկ, չգիտեմ, հետաքրքիր է։ Ես նենց չեմ որ ես կարդում եմ նրա համար, որ ինչ որ մեկին պատմեմ դա, բացարձակ ինձ համար եմ անում, ինձ դա հետաքրքիր է։ Ինչքան շատ բան գիտես, այնքան շատ բան կա կյանքում սիրելի նաև, չէ՞։ Դե իհարկե, այո, ինչքան շատ բան գիտես, այդքան հետաքրքրված ես ամեն ինչով։
Էլ ավելի շատ։ Հետո խելացի մարդուն դժվար է կառավարել, օրինակ, դա էլ է լավ բան, խելացի լինելու համար պլյուսիկ է, էլի։ Եթե ուզում եք կառավարված լինեք եւ եթե ուզում եք ձեզ կառավարեն, կարող եք չլինել խելացի, քիչ կարդացեք, քիչ իմացեք։ Որովհետև դա նաև քննադատական մտածողություն է զարգացնում։ Մտածող մարդուն ավելի դժվար է խաբել, համոզել, ինչ որ բաներում կուտ տալ ներողություն եւ այլն։ Ձեր գրեթե բոլոր ինտերվյուներում ասում եք, որ դուք ծույլ եք։ Այո, ծույլ եմ, բա ինչ եմ։ Որ ծույլ չլինեի, հաստատ էլ ավելի շատ բաներ կանեի հիմա։ Բավական է, այո, կողքից որ նայում են, ասում են, հա, եթե գլումովը ծույլ է, այսքան բանի հասել է, բայց ես ինձ համարում եմ, որ իմ ամենասիրված բանը, որ ես գամ տուն, ոչ մի տեղ էլ չգնամ, պարկեմ եւ կարդամ։ Շատ բաներ կա, ես ասել եմ բազմիցս դա, որ ես տանը չեմ անում, գինսը գիտի, որ չեմ անում ու վերջ։ Եթե շտեպսելը փչացել է, ինձ ավելի հեշտ է վարպետ կանչեմ փողոտամ այդ մարդը իր գործանի գնա, քան ես սկսեմ քանդել, ներվայնանալ, չգիտեմ ինչ անել։ Այսինքն ես իմ ժամանակը խնայում եմ։ Կան բաներ, որոնք որ փողից թանկ են ինձ համար։ Իսկ գործի հարցում ինչպես է դրսևորվում ձեր ծուլությունը։ Չէ, դե գործի հարցում ըստ էության ծուլ չեմ։ Գործի ես վստահ եմ, որ դուք ձեր ինտերվյուներին շատ երկար պատրաստվում եք։ Որտեվ դա ինձ հաճույք է պատճառում, մեխանիկական, ֆիզիկական աշխատանք չի, որ ես դրանց ներվայնանամ օրինակ կամ թուղթ անիմաստ գրել չի, որ դրանց ներվայնանամ։ Չէ, դա ինձ հաճույք է պատճառում, այն ինչ որ ինձ հաճույք է պատճառում, դա այդտեղ ես չեմ ծուլանում։ Եթե դա չի, գովազդային հոլովակ է պետք գրել, որ մարդկանց դրա համար մեկ շաբաթ ժամանակ են տալի, ես կարող եմ 10 րոպե մեկ գործ անեմ, շատ արագ, որակով նորից, որ հետո այդ մի շաբաթ դից հանած 10 րոպե ժամանակը օգտագործեմ այնպես ինչպես որ ես ուզում եմ։ Ինձ համար ինչը հետաքրքիր են, որ դուք ձեզ համարում եք ծույլ մարդ, քննադատաբար եք վերաբերվում հավանաբար ձեզ։ Վերջերս շատ տարածված բան կա, հոգեբանները, քոուչները սովորեցնում են լինել ինքնավստահ, անկախ քո ձեռքբերումներից, անկախ արժանինքներից, որ դու ունես կամ այդ պահին չունես, դուք ինչ մոտեցում ունեք դրան։ Իմ պատկերացմամբ, ինչքան ես եմ ուսումնասիրել իսկապես լուրջ բաների հասած մարդկանց կենսագրությունը, գոնե սկզբնական փուլերում իրենք հաստատ ինքնավստահ չեն եղել, խայտառակ ինքնակննադատ են եղել։ Իհարկե բոլորի մասին այդպես միանշանակ չի կարելի ասել, բայց ամեն դեպքում այս մոտեցմանը, որ անկախ ամեն ինչից պետք է լինել ինքնավստահ, դուք ինչ կարծիք ունեք։ Ծիծաղել են մարդիկ, որոնք որ դալիճներ են հավաքում եւ սկսում են պատմել, թե ինչպես կարող է դառնալ մարդ միլիոնատեր տոմս վաճառելով։ Եթե դու գիտես ինչպես դառնալ միլիոնատեր, դառ միլիոնատեր, սուսուփուս։ Բայց սովորաբար այդպես չի, չէ՞, այդ քոուչները իրենք ամեն ինչ գիտեն, բացի նրանից, թե ինչպես ամենակարևոր խնդիրների եւ հարցերի լուծում չեն կարողանում տալ։ Դրա համար ես շատ հանգիստ եմ վերաբերվում։ Թե հիմա ոնց կարելի է, եթե մարդը փոր ունի, օրինակ, ինչ կանգնի հայլուդեմ ասի, ես ինքնավստահ եմ, փորիկ եմ, բայց իրեն վատ զգա կամ օրինակ չկարողանա կոշիկները կապել կամ հագնել։ Փորը իրեն խանգարում է, բայց ինքը ինքնավստահ եմ փորիկ է։ Ձեր անձնական դիտարկումն ինչպիսին է։ Այդ հատկանիշը ձեռքբերովի հատկանիշ է, ներշնչովի հատկանիշ է եւ այդ հատկանիշը հաջողության տանող ուղիղ ճանապարհ է, թե ոչ միշտ։ Եթե ինքնավստահությունը դատարկության վրա է հիմնված, դա ինքնավստահություն չի, դա կոչվում է հիմարություն։ Իսկ եթե մարդը, եթե սպորտսմենը իր ուժերին վրա ինքնավստահ է եւ դուրս է գալի եւ դառնում է եզրափակիչում գոլի հեղինակ եւ դառնում է աշխարհի չեմպիոն, չգիտեմ, Մեսսին ինքնավստահ է թե ոչ։ Դժվար թե Մեսսին նստի միտեղ կասի, որ ես Կրիշտիանո Ռոնալդոն ինքնավստահ է, այո, բայց Մեսսին ոչ։ Դրա համար օրինակ ես Մեսսին սիրում, իսկ Կրիշտիանո Ռոնալդոին ոչ։ Չգիտեմ, շինցու արհեստական ինքնավստահ մարդիկ ինձ նյարդացնում են, որովհետև ես հասկանում եմ, որ իրենց ինքնավստահությունը չի կարելի ասել, որ Կրիշտիանո Ռոնալդոն ոչ մի բան չի արել իր կարիերայում։ Իհարկե շատ բան արել, շատ-շատերից շատ բան արել, միլիոնավոր ֆուտբոլ զբաղվող մարդկանցից, բայց երբ որ լսում ես նրա հարցազրույցները, ինձ մեկ-մեկ թվում է, որ պետք է շտապ տղային տանել մի հատ հոգեբանի մոտ։ Որտեղ մեզ բաներ է խոսում։ Ոնց կարա 40 տարեկան տղամարդը շատ լուրջ դեմքով ասի, որ ինքը ավելի գեղեցիկ է, քան Բեքհեմը։ Իմաստը ինչումն է ասել, որ ես ավելի գեղեցիկ եմ, քան Բեքհեմը։ Չգիտեմ։ Կարող է իհարկե դա կոնտեքստից այսպես փոկել են եւ մեզ ներկայացրել, բայց ամենայնպես դա առաջին եւ միակ դեպքը չի, չէ՞, երբ որ նա այդպիսի արտահայտություններ անում։ Հիմա եթե համեմատենք Մեսսին եւ Կրիշտիանո Ռոնալդոին, Մեսսին ինքնավստահ չի, իսկ Կրիշտիանո Ռոնալդոն ինքնավստահ է։ Հիմա ով է աշխարհի չեմպիոն, օրինակ, Մեսսին թե Կրիշտիանո Ռոնալդոն։ Մեսսին ոչ այդքան ինքնավստահ։ Չգիտեմ, իսկ եթե մարդը իր ուժերի վրա
Քննությունից առաջ պետք է ինքնավստահ լինես, այո, եթե դու պարապել ես, եթե դու բոլոր Բայց պատասխանները պարապելու ընթացքում չէ։ Պարապելու ընթացքում չէ, որովհետև դու անդադ պետք է քեզ հարց տաս, ասես, որ այսա չեմ սովորել, այսա չեմ սովորել, այսա չեմ հասցրել կարդալ։ Իսկ քննության ժամանակ, անգամ եթե դու չես սովորել, դու պետք է կարողանաս այնքան ինքնավստահ լինես, որ միգուցե կարողանաս դիմացինիդ համոզես։ Եթե կա քո այդ ուժերը քո մեջ, որտեվ նորից եմ ասում, եթե ինքնավստահ ես, բայց տակը ոչ մի բան չկա, դա անիմաստ ինքնավստահություն է։ Ժամանակին ինչպես եք վերաբերվում, անցյալին, ներկային, ապագային եւ ձեզ քանի տարեկան եք զգում։ Ինձ որ ասում են քանի տարեկանից սկսում հաշվել իրականում, գիտեմ, որտեվ այսօր առավոտ ենք խոսած այդ թեմայով, որ մի քանի օրից դառնում 52, հիմա հիշում եմ։ Չգիտեմ, նայած ժամանակ կա, երբ որ ինձ զգում եմ ահա որ ծեր բիձուկ, ոչ այդքան իմաստուն, հիմար բիձուկ լինում են այդպիսի դրվագներ կյանքում։ Ելնում է դրվագ, երբ որ ինչ-որ բանի վրա ուրախանում եմ եւ հասկանում եմ, որ այսպես կարող է մանուկը ուրախանալ ինչ-որ բանի վրա անկեղծ, առանց ինչ-որ յետին մտքերի եւ այլն։ Տարբեր ժամանակներում, տարբեր կյանքի դրվագներում ես ինձ տարբեր տարիքի եմ զգում, իսկ ժամանակին ինչպես եմ վերաբերվում, դե գիտեք, ժամանակ գոյություն ունի ֆիզիկական, որը որ մեզանց կախված չի, եւ բաներ կան, որոնք որ մեզանց կախված են ապագայում են, որտեղ անցյալում ցավոք սրտի մենք ոչինչ չենք կարող փոխել, ապագայում էլ ինչ որ բան փոխելու համար նա պետք է հասկանաս ներկայում ինչ ես անում եւ քո այդ ժամանակը ճիշտ օգտագործես, որ սխալներ չկրկնես, որ մի բանը մի անգամ անես, ժամանակդ խնայելով ապագայում, շտեպսելը դու գիտես որ վատ ես սարքելու, ինչ որ մեկին կանչի որ լավ կսարքի մի անգամ 5000 դրամ տուր, դրանով ավարտի շտեպսելա պատմությունդ, ոչ թե դրա ձգձգվի կես տարի մեկ, դու ամեն օր սարքես ու անիմաստ, եւ այլն։ Անցյալին հաճախ եք վերադառնում։ Որ անցյալին։ Ձեր անցյալին։ Բավականին իհարկե հիշում ենք, որ երեխաները փոքր են եղել, մամայիս եմ հաճախ հիշում, տատիկներից, պապիկներից եմ հիշում, իմ մանկությունն եմ հիշում հաճախ, կարող է ինչ-որ տեղով անցնեմ քաղաքում, չգիտեմ, հիշեմ, որ ստեղ մի հատ մեծ ծառ կար, իսկ հիմա չկա։ Ձեզ երջանիկ եք զգում մանկության տարիներին։ Այո, հիմա եմ ինձ երջանիկ զգում։ Կան պահեր իհարկե, որ երջանիկ չէի, բայց այս պահին երջանիկ եմ, այո, մանկության ժամանակ կար հասարակ երջանիկ, իհարկե։ Իսկ երբ որոշակի դժվարություններ եք հիշում, հետո հպարտության զգացում ունենում եք, որ հաղթահարել եք, թե Այդ մարդիկ կան, որ sense, վաու, այդ ես ինչ արեցի։ Ձեր ներսում սուսուփուս, որ մտածում եք։ Ես ներսում որ սուսուփուս մտածում, միշտ իմ վրա ծիծաղում եմ, այտենց իրականում։ Ինչ որ բաներ կա, որ հիշում եմ իհարկե, դժվարություն է եղել, որ դու ինչ որ բան արել ես, միգուցե այդ պահին քեզ դա հաճույք է պատճառում, ու վերջ երևի թե։ Հաջողության հասնելու համար ինչ է պետք։ Յուրաքանչյուր մարդ իր պատասխան ունի, ձեր պատասխանը ո՞րն է։ Ես իրականում ոչ մի այտենց դժվար բաներ չեմ արել իմ հաջողության հասնելու։ Ես համոզված եմ, որ կան բաներ, որոնք որ մեզանից կախված չեն, բայց պետքա դու այդ պահը օգտագործես։ Պահը համարում եք, որ հաջողակ եք պարզապես։ Այո, ինչպես որ յուրաքանչյուր մարդն է հաջողակ, ուղղակի ես ի տարբերություն այն մարդկանցից, որոնք որ իրենց չեն համարում հաջողակ, կարողացել եմ այդ պահերը ճիշտ օգտագործել։ Սիրեցի մի աղջկան, հասա, ամուսնացա, ունեցա բալիկներ, եղավ պահը, որ պետք էր գնալ ռադիո, գնացի ռադիո, չփոշմանեցի, չվախեցա, չգցեցի ականջի ետև, արեցի, տենց եղավ։ Ստացա առաջարկ TV-ից, մի նախագծից, որի մասին ոչ մեկ ոչ մի բան չգիտեր, հետո այդ նախագիծը դառավ բոմբ, այո, չսխալվեցի, գնացի, էլի ինչ որտեղ, միգուցե դա խիզախ քայլ էր։ Իսկ համարձակություն է պետք։ Համարձակություն նաև իհարկե, պետք է մարդը հասկանա ինչ է ուզում, պետք է պայքարող լինի, ամեն ինչին ինչ որ ինքը համարում է իրենը, պետք է պայքարես։ Մեր երկրի խնդիրների ըստ էության 90% եւ ավելին նրանց է գալիս, որ մենք մեր անկախության համար չենք պայքարել, չէ՞, մեր անկախությունը մեր երկնքից եկավ մեր վրա։ Անկախ մեզանից մենք դարձանք անկախ, որովհետեւ փլուզվեց սովետական կայսրությունը։ Սովետական կայսրությունը փլուզվեց, մենք ստացանք անկախություն։ Այդ պատճառով հիմա այս իրավիճակում ենք, ով գնահատեց, ով չգնահատեց, համենայնպես չպայքարեցինք դրա համար։ Մենք արյուն չենք թափի անկախության համար, հասկանում եք։ Մենք չենք պատերազմել կայսրության դեմ, որ ստանանք անկախություն։ Մենք
Մասնակից չենք եղել համաշխարհային պատերազմի առաջի կամ երկրորդ, որ մեր անկախությունը Հայաստանի Հանրապետության մասին է, ոչ թե սովետական միության մասին, որ մեր անկախությունը պաշտպանենք։ Երբ որ եղավ ժամանակ եւ մենք Արցախյան պատերազմի առաջին պահեցինք, ասածս դա է, որ առաջին Արցախյան պատերազմում հաղթեցինք, կարողացանք պատմության վերջին 7-8 դարի ընթացքում կարողացանք առաջին անգամ հասնել մեր ուզածին, 11000 քառակուսի կիլոմետր ազատագրեցինք, գերագույնները դրեցինք, ասացինք, որ հաղթեցինք, ու հետո եղավ ինչ որ եղավ։ Դուք պատասխաններ ունեք ձեզ համար։ Իմ ներսում։ Այո։ Ես ունեմ։ Որն է։ Ինչու չկարողացանք պահել Արցախը։ Որտեվ չենք ուզում պահել։ Որտեվ մտածում ենք, որ ամեն ինչ շատ հեշտ է լինելու, որտեվ մտածում ենք, որ միայն ամպագորգոր բառերով կամ կենացներ ասելով կարող ենք հող պահել, երկիր պահել, որտեվ մտածում ենք, որ առանց շատ երեխաներ ունենալ կունենանք ուժեղ բանակ, հզոր, որտեվ մտածում ենք, որ եթե ես այս մի տեղը մի քիչ բենզին գողացա, այս մի տեղը մի քիչ զենք այն չգնեցի կամ սա գնեցի, ոչինչ, մնացածը ճիշտ կանեն, մի ցիկլ սխալ արածը չի երևա, բայց այդ բոլորը մի ցիկլ սխալներին անում, հետո դառավ մեծ ցիկլ։ Դրա համար եւս մեկ անգամ ասում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքը իր արարքների համար առաջի հերթին պատասխան տա։ Գողանալու, թռցնելու այդ բանը սովետական միությունից եկած արած չի։ Քիչ առաջ անկախության մասին խոսեցինք, որ պիտի հոգ տանել, գիտակցությունը չփոխվեց, չէ՞, այնտեղ մտածում էին մեծ կայսրություն է, ով որտեղ աշխատում էր, ինչ հնարավոր է բերում էր։ Դնեք, մեր տունը երբեք անգամ մեծ կայսրության օրոքն էս չի մտածել։ Պապիկս, ոչ տատիկս, ոչ մեծ պապիկներս, ոչ մեծ տատիկներս, ում որ ես տեսել եմ։ Ես չգիտեմ դա որտեղից է։ Երբ որ ասում են սովետից է, բան չի իմ պապիկները չեն մտածել։ Ինչի չեն գողացել։ Թե հարիվ էին իրանք միգուցե, հա, տենց, որ չեն գողանում։ Դա մարդու ներսից է գալի։ Իհարկե այդ համակարգը, կայսրությունը, այն ինչ որ իմը չի, ոչ մեկինը չի, դրա համար կարամ անեմ, ինչ որ ուզում եմ անեմ, միգուցե, բայց դա պարզապես բառեր են եւ խնդիրի ելքերն են, մարդիկ, որ ուզում են ասեն, դե մենակ ես չի տենց, էլի սիստեման տենց էլ դրա համար բոլորս։ Իմ պապիկս չի գողացել, գործարանից ոչ մի բան չի բերել տուն երբեք։ Այն մյուս պապիկս է, որ մսի կոմբինատում էր աշխատում, երբեք չէր բերում այդ միսը, անվճար ասում էր հեսա բերեք, գերեք։ Ես չեմ տեսել տենց բան։ Դա լավ դաստիարակություն է։ Ես չգիտեմ, լավ, դա նորմա էր մեր համար։ Դա նորմա է, մենք տենց ենք դաստիարակվել մեր բոլոր ընտանիքի անդամները։ Գողացողները կամ այն մարդիկ, որոնք որ հիմա փող են վերցնում մարդկանցից, չգիտեմ, դատավորներ, այնտեղ չգիտեմ, ոստիկաններ, այն որ ասում ենք մենք կոռուպցիա, սենց, նախարարության աշխատողներ, ինչը ձեզ թվում է իրենց տանը նստածիր ասել են, այ դառնալու ես մեծանալու ես, դառնալու ես դատավոր, գորին դատելու ես, գորը մեղավոր անլինելու, բայց գորը կբերի քեզ փողը կտա, իրան չդատես։ Տենց են ասում, չեն ասում, չէ։ Ամեն մարդ իր համար այդ որոշումները ընդունում է։ Դե նաև ինչ որ բաներ տեսնում են։ Եթե նա տեսնի, որ իր պապիկը Այդ բերում է։ սիստեմայում ամեն ինչը տենց է, բայց թող միտեղ, գիտեք, այն մի հատ լավ բան կա, չէ՞, որ սենց լուցկիների շարք ա լինում, որ սենց վառում են, լուցկիների արետից վառում են, հետո մի հատ մեջտեղի լուցկին իջացնում ես, ինքը չի վառում ու վերջ, նրանք չեն վառվում։ Որովհետև եթե մեկը դուրս գա սիստեմայի դեմ, ուրեմն այդ սիստեման կսկսի քանդվել, բայց քանի որ բոլորին հարմար էր այդ գողանալով բանը, դից էլ ապրում ենք, դից էլ Արցախը կորցրեցինք, ոչ մի բան չանելով։ Չմտածելով նրա մասին, որ գյուղերը պետք է մարդիկ ապրեն, շենացնեն, ճանապարհները պետք է սարքենք, գյուղերում այգիներ պետք է ունենանք, այդ գյուղերում պետք է աշխատեն, բոլոր գյուղերում փուռ պետք է լինի, որ մարդիկ հաց առնելու մասին չմտածեն, որ Չլդրան գյուղում փուռ չկար, ես ամեն անգամ Դրամբոնից գալուց կամ Ստեփանակերտ գալուց ամբողջ գյուղի համար հաց էի տանում, ինչի պետք է դենց լիներ։ Այն ժամանակ ասում ենք հա դե լավ ոչինչ։ Տեսանք ինչ է վերջ։ Փաստորեն պատմությունը բոլոր այդ ամեն ինչը մեզ ահազանգում էին, որ հեսա մի վատ բան լինելու է, ժողովուրդ sense չի կարա լինի, չի կարա, բայց մենք չենք լսում այդ ամեն ինչ կամ չենք ուզում լսենք։ Հիմա ինչպես է մեր բնակչության գերակշիռ մասը կենտրոնացած է Երևանում։ 1/3-ը։ Իսկ Երևանը իր չափերով շատ փոքր տոկոսն է Հայաստանի։ Դե որովհետև գյուղացու կյանքը շատ ավելի դժվար է, ֆինանսապես շատ ավելի անապահով։ Դրա համար մարդիկ ձգտում են գան քաղաք, որտեղ որ օրինակ անգամ ստանալով ավելի քիչ գումար, քան օրինակ գյուղում կարող են վաստակել դժվար աշխատանքով, մարդիկ գիտեն, որ առավոտ ժամը 5-ին չպետք է արտանան, գնան, չգիտեմ, անասուններին կեն տան, գնան ծորեն մշակեն կամ այգիում ծառեր եթեն, սա հավաքեն, նա հավաքեն, մարդիկ ձգտում են հեշտին,
Ոչ մեկին չի կարելի դրանում մեղադրել։ Ուղղակի խնդիրը նրանում է, որ մենք կարողանանք մեր երկիրը կարողանա ստեղծի այնպիսի համակարգ եւ իրավիճակ, որ գյուղերում մարդիկ կարող են վաստակել լավ գումարներ։ Եվ գյուղացին պետք չի որ մտածի, որ պետք է գնա քաղաք, որ իր երեխաները քաղաքում սովորեն։ Հասկանում եք, որ գյուղացու վաստակած գումարով նա կարող է մտածել ոչ միայն Երևանի պետական համալսարանի մասին, կամ պոլիտեխնիկի մասին, կամ Բրյուսելի մասին, այլ նա կարող է մտածել Գարվարդի, Ստենֆորդի մասին, Մասաչուսեթսի մասին, Շանհայի մասին, Քեմբրիջի մասին։ Հասկանում եք, միջև դա չլինի ու այսօր կան վառ օրինակներ։ Ես ունեմ ընկերներ, որոնք որ ունեին իրենց բիզնեսը Երևանում էր, իրենք վաճառեցին իրենց տները եւ հիմա 0-ից սկսել են իրենց բիզնեսը բավականին հեռու Երևանից։ Բաշ կան տենց մարդիկ։ Ոչ միայն գյուղերի մասին է խոսք, այլ մյուս քաղաքների։ Մյուս քաղաքներն ինչ անեն։ Անհամեմատ է։ Օրինակ, երբ գնում ես եվրոպական քաղաքներ, Իտալիայի մի քաղաք մյուսը, նույն բաներից գրեթե ամենտեղ կա եւ ժամանցի վայրերը, եւ մշակութային վայրերը, եւ իսկ Երևանը եւ մեր որևէ քաղաք խայտարակ տարբեր։ Ահա մենք բաների մասին ենք խոսում։ Դավիթ Հաշենում բար չկա օրինակ։ Եթե ես ուզենամ բար գնամ, ընկերներս հետ պետք է գամ քաղաքի կենտրոն։ Կամ 9-րդ մասում բար չկա։ Դավիթ Հաշենում կան հիմա շատ գեղեցիկ սրճարաններ, համով խմորեղենն են կարող են ուտել, չէ՞ ընտանեկան կարող է գնալ նստել, բայց այնպեսի, չգիտեմ, բար, որտեղ որ տղամարդիկ միայն խմում են, ֆուտբոլ են նայում, դու ծխելու մասին չխոս չկա, ես չեմ ծխում, բայց վերջը այդ տենց բար, որը որ յուրաքանչյուր անգլիական գյուղում կա, փաբը կա, որտեղ այդ մարդիկ դարեր շարունակ տղամարդիկ, որ հասկացել են, որ տունը կարող է լավ բաներ չլինի, եկածել գնացել են այնտեղ եւ լիցքաթափվել են այնտեղ։ Իսկ մենք տենց վայրեր չունենք լիցքաթափվել։ Դրա համար այդ չլիցքաթափված տղամարդիկ լիցքաթափվում են տանը, ծեծելով իրենց կանանց, հայհոյելով իրենց երեխաներին, բակերում կռիվ անելով եւ այլն։ Մենք չունենք տենց վայրեր, որտեղ ես Երևանի մասին եմ խոսում, բայց ինչ խոսենք գյուղերի մասին կամ չգիտեմ քաղաքների մասին։ Հիմա աբարան որ գնում ենք, բոլորս գնում ենք Գնթունիքում, գիտենք ուրախ ենք այդ Գնթունիքը տենց Գնթունիկ է իսկապես գմբցնում է աբարանը, չէ՞, բայց որ մի 800 մետր ենկոմ ես գնում, հասկանում ես որ օй, բայց ինչ անես մարդիկ ստե։ Պետքա ստեղծենք, պետքա պրպտեն, պետքա փորձեն, պետքա անեն։ Հիմա միգուցե ինձ հեշտ է ասել, կարող է ինչ-որ մեկը ասել դե գոր վեկած ինչ ունես, չունես դե ծախի, արի մեզ մոտ աշխատի։ Հիմա ես մեծ սիրով, մեծ հաճույքով, եթե Ռաջովանը լիներ, չգիտեմ որտե։ Մովսես գյուղում կգնայի այնտեղ կապրեի, որտեղ տրանսպորտի խնդիր չէր լինի, մաքուրոթի խնդիր չէր լինի, բայց պայմաններ պետք է լինի, չէ՞, պետք է երեխաները գնան դպրոց։ Չեմ ասում լավ վատ դպրոց ուղակի, որտեղ որ նորմալ ուսուցում կա եւ այլն, մեծերը արդեն, չգիտեմ, համալսարան, ինստիտուտ, քոլեջ եւ այլն։ Այսինքն մենք այդ պայմանները չենք ստեղծել, չկան այդպիսի պայմաններ։ Բոլոր այդ պայմանները Երևանա կենտրոն են։ Հիմա փորձում են անել, դե դրան, բայց դա էլ է ծիծաղալի, էլի հասկանում եք, երբ որ էլի իմ ընկերները մի հատ բասկետբոլի դաշտ են բացում Գյումրիում, դա մի հատ դառնում է արարողություն, բայց դա աննորմալություն է, հասկանում եք, Գյումրիում պետք է լինեն հարյուրավոր այդպիսի բասկետբոլի դաշտեր, որ այդ երեխաները կարողանան բասկետբոլ խաղալ իրենց բակերում։ Մենք մի հատ Գյումրիում դաշտ ենք սարքում, հետո 6 տարի դրա մասին խոսում ենք։ Հասարակ պարզ բաներ կան, որոնք որ պետք է լուծվի։ Առաջին հերթին իհարկե պետության կողմից, որտեղ ես որպես հարկատու հարկերս վճարում եմ եւ ուզում եմ որ օրինակ ասֆալտը լինի ասֆալտ, բակում լինի սպորտային համալիր երեխաների եւ ոչ միայն երեխաների համար։ Մենք պահանջող չենք։ Հասկանում եք, ինչ որ բան արա դես այս ասֆալտը բերին են դեպուտատը բերեց հեսա ընտրություններից հետո Գորջան տեսին չենք անում։ Տես չի լինի։ Հետո Գորջանով չի, էլի պետք է բոլորս պահանջենք։ Մենք շենքում որտեղ որ ապրում ենք, այնտեղ համատիրության չաթ կա։ Այդ համատիրության չաթում աշխարհի բոլոր հարցերը լուծում են եւ քննարկում են։ Ես 2 անգամ գրել եմ, որ ժողովուրդը կլինի մի հատ բասկետբոլի շիտ տեղադրենք միտեղ ու իգնորիա դա ենթարկում։ Այսինքն ամբողջ այդ շենքում 3 մուտքանոց 15 հարգանի շենքում, որ ամեն հարկում 4 բնակարան կա, մենակ ինձ է դա հետաքրքրում։ Դե վերջը թե մենակ ինձ է հետաքրքրում, ես մի ձև ըստերույթի այդ հարցը կլուծեմ, պրոստը հիմա մտածում եմ ոնց անեմ, որ մենակ իմ երեխեն չի օգտագործում։ Հասկանում եք, անհեթեթ բաներ է, էլի։ Այսինքն մարդիկ, որ լիֆտը փչանում է շատ արագ կամ բանի շլագբաում չգիտեմ հայերեն ոնց է։ Շլամբավո, որ զանգում ես չի աշխատում, այդ հարցը ավելի շատ է քննարկվում, քան որ մենք չունենք
սպորտային Ընդհանուրի հասկացությունը հետաքրքիր թեմա է։ Ես հիշում եմ, այն ժամանակ կար ջեռուցման համակարգերը շենքերում։ Ինչ որ մարդիկ սկսեցին չվճարել, որովհետև համարում էին, որ հիմա կա։ Հա, մեկը վճարում են, հա, չէ՞։ մյուսները կվճարեն, իրենք ոչինչ։ Արդյունքում ստացվեց այնպես, որ շատ շենքերում արդեն այդ չկար այդ համակարգը չերը որտեղ ասացին, գործում։ որ դու ամեն մեկը գնացեք ձեր համար։ Նայեք, եթե հոսանքը եթե դու չես վճարում, կարող են անջատեն, չէ՞։ Դա ուրեմն մարդիկ վճարում են, մտածում են դրա մասին։ Եթե ինչ որ բան կա, որի համար քեզ չեն անջատի, օրինակ աղբի գումարը, այդ աղբահանության գումարը, չէ՞, որը որ քաղաքապետարան այնտեղ բան ունի, դա կոպեկներ է իրականում։ Մարդիկ երբ են վճարում մեծամասնություն, գիտեք, երբ որ տունը վաճառում են։ Դա ստիպված Որտեղ է։ առանց դրա չեն կարող անել, բայց ընթացքում որ պետք է վճարումը դու կատարես, որ դա քո պարտքն է, այ մարդ դու աղբան թափում ես, չէ՞։ Հետո այդ չվճարողների մեծ մասը առավոտվան ծիրի գործում է, «Էս ինչ աստե կուտակված, չեն թափում, չվի»։ Վճարել ես որ թափեն, այդո կամ այ աղջիկ։ Այդ մտածողության խնդրի պատճառով հետո մարդիկ ավելի շատ են վճարում։ Մեր գյուղերում խմելու ջուր կա եւ ոռոգման ջուր կա։ Այդ ոռոգման ջրի տարեկան գումարները շատ ծիծաղալու էր, էլի, չգիտեմ, 500 դրամ։ Նու ժամանակին եմ ասում, 30 տարի առաջ։ Մարդիկ չէին վճարում տարիներով այդ 500 դրամներ, հիմա ոռոգման ջուր չունեն ու չեն ունենալու, որտեղ այդ համակարգը, որ այդ ոռոգման ջուրը բերում էր, արդեն չի գործում, տարիներ շարունակ չի գործում, իսկ գործելու համար պետք է բերեն սա փորեն, քանդեն, սարքեն, իսկ դա մեծ կլորի գումարներ է։ Հասկանում եք, գյուղական փողոցի բնակիչները սպասում են, որ ինչ որ մեկը պետք է գազ քաշեր իր հաշվին, վճարեր այդ մեծ գումարը, որ իրեն կողքից կտնեին։ Ու դու տենց մտածում ես, որ դու աշխարհի ամենաշուստրի տղեն ես, բայց իրականում դա այդպես չի, էլի։ Մեր տան շեմից այն կողմ չտեսնելու այդ բնավորությունը։ Դե մենք սիրում ենք լինել անպատասխանատու լինել ավելի հեշտ է, երբ որ պատասխանատվությունը այսպես լղոզվում է ամբողջի վրա, դա ուրեմն քեզ չի վերաբերվում, եւ այլն։ Բայց նորից եմ ասում, յուրաքանչյուր մարդ միջև մենք չսկսենք ամեն մեկս մեր համար պատասխան տալ, առաջին հերթին ինքներս մեր արժև, մեր երեխաների արժև, մեր ընտանիքի անդամների արժև, մեր ասում դժվար է չէ լինել շենքի Forbes-ի 100-ամյակի մեջ մտնել, էլի, կամ Podъезд-ի ամենահարուստ 100-ամյակի մեջ դժվար է։ Այո, միջև յուրաքանչյուրս մեզանից չհասկանա, որ ինքը ինչ որ բան պետք է անի, ես քաղաքի համար, ես բակի համար, ես ընտանիքի համար, ես երկրի համար, ես երկրագնդի համար, բայց այդ ամեն ինչը պետք է սկսես դու քեզանից, դու քեզ համար։ Ձեռքերդ լվացել ես, խաշ կերել ես, ինչի ես նստում մարշրուտկա, տղա ջան, ուզում հասկանամ, խաշդ կերել ես, ինչի ես տրանսպորտ նստում, որ մնացածը վատանան, այդ ուղեղից մեջ չի տեղավորում, չես լողացել, ինչի ես առավոտ նստում ավտոբուսի մեջ, չես լողացել։ Բայց մենք ոնց թե լավ եմ արել։ Ես այսօր չեմ լողանում։ Դուք նաև ասել եք, որ թուլամորթ մարդկանց չեք սիրում։ Դուք ինչպես եք բնորոշում, ինչպես եք ճանաչում թուլամորթ մարդկանց։ Որ ցույց տակ նկարներ կասեմ այս թուլամորթը, այս թուլամորթ։ Մի անգամից ճանաչում եմ։ Նկարով։ Արտաքինով եմ երևում, այո, բարերից խոսալուց, մարդու արարքներից, շատ բաներից եմ ճանաչում թուլամորթ մարդկանց։ Ինչ բառեր եւ արտահայտություններ են ասում։ Դա ասում։ ոչ թե բառեր արտահայտությունը, դա խոսալու ոճից են, իր արարքներից են, նրանց ինչի է ինքը օրինակ թուլամորթ մարդը սովորաբար աչքերի մեջ չի նայում, թուլամորթ մարդը աշխատում է հարցին կոնկրետ պատասխան չտալ։ Եթե ես ոչ մի բան պետք չեմ, չպտի ես հասարակությանը, որովհետև բոլորը ինչ որ պտի, այ դրա համար է դա ստացվում։ Դրա համար յուրաքանչյուրը աշխատում է, որ ինքը լինի այդ թույլ օղակը, ինչ ասեմ։ Մտածելով, որ գիտեք, չէ, տենց բան կա հայտնի, որ միջին առողջ տղամարդը կարող է, օրինակ 50 կիլոգրամանոց բեռը վերցնի ու ինչ որտեղ տանի։ 50 կիլոգրամ կարա տղամարդը վերցնի եւ տանի։ Երբ որ դու բերում ես երկու տղամարդ, նրանք երկուսով 100 կիլո չեն կարողանում տանել, որովհետև յուրաքանչյուրը մտածում է, դե էսի տանում է, ես մի քիչ թուլացնեմ, յուրաքանչյուրը տանում է ընդամենը 30, երբ որ երկուսով են։ Չետաքրքիր է։ Դրա համար, երբ որ մեծ ինչ որ օրինակ, չգիտեմ, ծառ պետք է տանեն 100 հոգով, յուրաքանչյուրը, շատ մեծամասնությունը մտածում է, դե ինչի ես այսքան վիզ դնեմ, հենա տանում են, էլի ես ինձ ուղղակի ուսս կտանեմ։ Տենց չի, ամեն մեկը թեորիա 50 կիլոգրամը տանի հպարտ։ Այդ դեպքում մենք 3-ով կարող ենք 150-ը վերցնենք, ոչ թե 150-ի համար այդ ժամանակ 5 հոգի է պետք արդեն, որտեվ մեր կապեդեն, չգիտեմ հայերեն ոնց է կապեդեն, ընկնում է։
Եվ հարցեր, որոնք կարճ պատասխաններ են ենթադրում, եթե կարողանեք սահմանել մի կանոն, որին կհետևին բոլորը, որը կլիներ։ Մեկ ընդամենը։ Սիրեք իրար։ Ով կամ ինչն է ձեզ օգնել դառնալ այն, ինչ դուք կաք հիմա։ Պապիկներս, տատիկներս, ծնողներս, կինս, երեխաներս, ընկերներս։ Իսկ կա դրվագ, որ նշանակալի ազդեցություն է ունեցել։ Ես երբեք չի լինի այնպեսին, ինչպեսին հիմա եմ, եթե 1999 թվականի դեկտեմբերի 5-ին չամուսնանայի Մարիամի հետ։ Չէ, հաստատ ուրիշ մարդ կլինեի ես։ Ես հաստատ կլինեի ուրիշ մարդ, եթե 1973 թվականի դեկտեմբերի 5-ին չծնվեի այն ընտանիքում, որտեղ որ ես ծնվեցի։ Պատերազմից կարող եմ ինչ-որ դրվագ հիշել, որ եթե կենթանի մնայի, դու մնացել է, էական չի ուրեմն։ Եթե անցյալ վերադառնալու եւ մեկ բան փոխելու հնարավորություն ունենայիք, ինչը կլիներ։ Իմ անցյալը թե համաշխարհային։ Ձեր անցյալը։ Համաշխարհային էլ ասեք, հետաքրքիր է։ Համաշխարհայինը կարող է ինչ-որ նենց անել, որ դիկտատորներից մեկը չծնվեր, ըստ ցեղասպանությունը չլիներ, բայց դա հնարավոր չի։ Ցավոք սրտի, իմ կյանքում երևի թե ոչինչ չի փոխվի։ Ձեզ ինչի համար կարող են քննադատել ձեր մեջքի հետևում։ Չգիտեմ, հա, քննադատում են մարդիկ, ինչ լիքը մարդ կա, որ ինձ ասում է, որ ես այսօր եմ կարդացել, որ ես սորոսական եմ։ Չգիտեմ ինչա դա նշանակում իրենց պատկերացման, բայց լիքը մարդ կա, որ ինձ ասում է, որ դու նիկոլական ես։ Էլ ինչ են ասում։ Չգիտեմ, ես շատ քիչ եմ այդ մարդկանց։ Կարևոր չի, ինչ են ասում։ Մա բացարձակ։ Դա վրա չի ազդում։ Իսկապես երբեք չի ասվել։ Երբեք։ Այն ինչ որ վերաբերում անձամբ ինձ երբեք չի ազդել։ Եթե դա կվերաբերվի այն մարդկանցում, որ ես սիրում եմ, հարգում եմ, այ դա կարող են զայրացնել շատ ուժեղ։ Ինձ ինչ ուզում եք, թող ասեք։ Ինչ սա փոխվում։ Ուժը սա քչանում, գիտելիքներս են քչանում, ծուլությունը սա ավելանում կամ պակասում, ոչ, ինչ ուզում են թող ասեն։ Հանրային մարդկանց դեպքում կարևոր չի, որ նաև հանրային աջակցություն զգաք կամ սիմպաթիա Ես զգաք։ հանրային աջակցություն զգում եմ, որովհետև ես երբեք չեմ տեսել, որ այն մեկը փողոցում մոտենա կամ խանութում ու ինձ որ վատ բան ասի ինձ, բայց ինձ մարդիկ մոտենում են, ժպտում են, սելֆի են անում իմ հետ, հարցեր են տալիս, զրուցում են։ Այդ ամեն ինչը տեսնում եմ, դա իմ հետ եղել է, բայց երբեք ոչ մեկ ինձ չի մոտեցել փողոցում ու չի ասել. «Այ դու սրիկա սորոսական», որովհետև այդ մարդիկ, որոնք այդպես գրում են, իրանք սկի նկար չունեն։ Անուններն է, սենց է, չգիտեմ, բլթիկ 741, չգիտեմ, գծիկ ներքին ու տենց, որ հնարավոր չի այդ մարդուն դու գտնես կամ նո երևի հնարավոր է ածեն, կարող է դա անել, բայց ինձ դա չի հետաքրքիր։ Ձեր տեսած ամենաազդեցիկ տեսարանը։ Բոլոր երեխաներից, որ առաջին անգամ տեսել եմ, դրանից ազդեցիկ տեսարան կյանքում երևի չկա։ Երբեք չեմ ներկա եղել ծննդաբերության process-ին, որտեվ ինչքան էլ ֆիզիկապես կամ հոգեպես ուժեղ մարդ եմ, բայց բաներ կա, որ ինձ համար, որտեվ երբ որ չես կարող սիրելիիդ օգնես, ցավը կիսես իսկապես, ապա չեմ եղել, բայց երբ որ Մարիամը հենց բալիկը ծնվել է, մի անգամից հետո տեսել եմ, 4 անգամ կյանքումս այդպիսի զգացում ունեցել եմ, հիմա թորնիկներին եմ սպասում, անհամբեր։ Պատմեք, որ ակտիվ մասնակցել եք երեխաների խնամքին։ Այո, դա ինձ մեծ հաճույք է պատճառում եւ պատճառել։ Իրենց լողացնել, իրենց հետ խաղալ, լուտացնել։ Դա շատ նորմալ եւ սովորական ինձ թվում է բան է առհասարակ։ Ուրիշ բան, որ մենք այսպեսի աղավաղված իրավիճակում ենք այս պահին գտնվում, այն բաները, որ ժամանակին եղել են նորմա, հիմա համարում են հերոսություն, դա թե չի։ Ինձ դա գերագույն հաճույք է պատճառել իմ երեխաներին խնամեմ։ Սիրելի գիրքը, ֆիլմը, երաժշտական կատարումը։ Մեկը շատ դժվար է, այս պահին եկեք ասեմ, որ այս պահին ես բոլորին, եթե ինչ-որ մեկ ինձ խորհուրդ է հարցում ինչ կարդալ, խորհուրդ եմ տալիս կարդալ Կոլե Ստեփանյանի Գծե գիրքը։ Գրախանութներում էլ վաճառվում էր, կարող է բրծել է եւ էլեկտրոնային տեսքով կա, կարող եք գնել, ռուսերեն է, թարգմանության հարցը դեռ լուծված չի։ Կոլյան մասնակցել է 44-օրյա պատերազմին ու այն տղաներից մեկն էր 90 քանի օր, որ շրջափակման մեջ է եղել եւ վերադարձել է, գրել է գիրք դրա մասին, կորցրել է ոտքերը երկուսն էլ, բայց հիմա շատ ավելի առույգ կյանքով է ապրում եւ երջանիկ, քան շատ-շատեր։ Էսպայն Կոլյան Վիետնամում իր կնոջ հետ ապրում է եւ դասավանդում է անգլերեն վիետնամացի երեխաներին։ Կոլե Ստեփանյան Գծե գիրքը, ֆիլմը, մեկ ֆիլմ պետք է ասեմ, ну եկեք ասեմ Пролетая над гнездом кукушки։ Երաժշտական գործ, մեկ հատ, երգ։ Դե ինչ ասեմ, Metallica Master of Puppets 1986 թվականի ալբոմից։ Այդ անունով ալբոմից այդ երգը ինձ
Երբ մարդիկ նայում են ձեր կարծիքով ինչ են մտածում։ Դե մարդկա չի սիրում ինձ։ Մարդը կա ասում է այս գոռոզը կամ չգիտեմ ինչ է։ Այն նորից ինձ ոչ մեկ դեմքից չի ասել, բայց ես շատ եմ լսել իմ ծանոթներից եւ հարազատներից եւ շատ գիտեմ մարդիկ, որոնք փորձում են համոզել, որ չէ, ինքը իրականում էս լավն է, մի համոզեք ժողովուրդ, ես իրականում շատ վատ գոռոզ անձնավորություն եմ։ Ինչ են մտածում, գիտես, вообще դա չի հետաքրքրում, ճիշտ եմ ասում, չի մտածում։ Եթե մարդը ինձ ճպտում է, ես էլ եմ ճպտում իրան։ Եթե sense մռայլ նայում ավրես, sense եմ անում ասում, դու լավ ես։ Իսկ առաջինը դուք չեք ճպտում։ Դուք ի պատասխան եք ճպտում։ Չէ, շատ դեպքերում առաջինն եմ ճպտում, որովհետև գիտեմ, որ նայ, խնդիրը գիտեք ինչու՞մն է, երբ որ դու ճպտում ես այնտեղ, որտեղ որ քեզ ոչ մեկ չի ճանաչում, դա այլ ճպիտ է։ Իսկ երբ որ դու հանրային մարդ ես եւ ճպտում ես, նորից մարդիկ էլի միգուցե մտածում են, հա, տեսեք, ինձ մոտ ամեն ինչ լավ է, իսկ մի մոտ ոչ։ Չէ, բայց աշխատում ճպտալ։ Սնահավատ եք։ Սնահավատ չեմ եղել երբեք, բայց որ երեխաներս ծնվել են, սկսել եմ ինչ-որ բաներ։ Կապել։ Այո։ Օրինակ, ինչ սնահավատ։ Դե չգիտեմ, բաբոն միշտ ասում էր, օրինակ երեխային երեկոյան որ տանում եք դուրս հաց դրեք։ Ծոց, իհարկե։ Նարեկացի ունենք, բարձի տակ դրած, դե չգիտեմ, մկրատ էին դնում, որ երեխան լավ երազներ տեսնի, հա, մինչև այդ երբեք։ Այսինքն իմ բոլոր սնահավատությունները, հա, տենց թե Այո, սնահավատությունը։ բոլորը կապված են եղել իմ երեխաների հետ։ Շնորհակալություն։ Խնդրեմ։